Տպավորություն է ստեղծվում, որ բոլոր այն մարդիկ, ովքեր յուրաքանչյուր տիպի տեղեկատվություն Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործունեության մասին կցանկանան ստանալ, ստանում են, բայց վերջին շրջանում հատկապես մենք տեսնում ենք, որ հրապարակվում են տարբեր նյութեր, որոնք բացարձակ կապ չունեն Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի իմ գործունեության հետ։ Անկեղծ ասած, կարող ենք այստեղ նաև որակումներ տալ, որ դրանք կրում են պատվիրված եւ խառնակցական բնույթ եւ մեզ պարզ է եւ կարծում եմ շատերին, ովքեր եփվում են ֆուտբոլում, պարզ է, որ կան մարդիկ, որոնց համար երազանք է հայտնվել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի աթոռին եւ իրենց նպատակին հասնելու համար նրանք չեն խորշում ամենաստոր մեթոդներից։ Օգտագործում է բավական մեծ մեդիա-ռեսուրս, ֆինանսական միջոցներ, որոնք ուղղակիորեն ազդում են ոչ թե այն մարդկանց վրա, որոնք ֆուտբոլային են եւ տեղյակ են խնդիրներից, տեղյակ են լուծման ճանապարհներից, այլ խմբերի վրա եւ թյուրըմբռնում են առաջացնում ընդհանուր առմամբ։ Այդ իսկ պատճառով ես ցանկանում եմ համառոտ նկարագրել վերջին 5 տարվա ՖԱ-ի գործունեությունը, գիտեմ կան մարդիկ, որոնք բարբերաբար լսում են, ուշադիր են եւ հասկանում են ներքին խոհանոցը հայկական ֆուտբոլի, բայց կան մարդիկ, որոնք պարտավոր չեն, ես կարծում եմ ավելի լայն շրջանակները հանրության պարտավոր չեն ամեն անգամ խորանալ դրա մեջ եւ հիմա շատ լավ առիթ է ներկայացնել այդ ամենը եւ կարծում եմ, որ իմ վերջին ՈՒԵՖԱ-ի գործկոմի ընտրություններին վերաբերող այս անցուդարձնել, երբ որ հիմնական ուշադրությունը շեղվեց այլ թեմաների վրա, ավելի ամրապնդեց դա մեր վստահությունը, որ ՀՖՖ-ի դեմ հստակ ծրագրված արշավ է ընթանում, իսկ շատ դեպքերում մեղադրանքներն ու ասեկոսները կապ չունեն իրականության հետ։ Եվ Եվս մեկ անգամ ընդգծեմ, ես իմ խոսքում ասել եմ տարեվերջան, բայց եւս մեկ անգամ ընդգծեմ, դա չի նշանակում բացարձակապես, որ մեր աշխատանքը իդեալական է, չկա քննադատություն կա եւ բավական չափով, կառուցողական քննադատություն էլ կա, սակայն օրինակ մեր անդամները, երբ մեր անդամների գերակշիռ մասը, երբ ցանկանում են քննադատել եւ ցանկանում ինչ-որ հարցեր քննարկել, իրենք գիտեն, գալիս են ՀՖ գրասենյակ, մենք կազմակերպում ենք քննարկումներ, հնարավորության դեպքում հարցերը լուծում են ստանում, եթե չեն ստանում նախանշվում են այն ճանապարհները, որոնք կարող են բերել այդ հարցերի լուծմանը։ Եվ կարծում եմ մեր պատկերացմամբ հենց դա է համատեղ շահը համատեղ աշխատանքը շահ հայկական ֆուտբոլի։ Բայց եւս մեկ անգամ կրկնեմ ավելի լայն զանգվածի համար մենք կարճ փորձեմ հնարավորինս կարճ ներկայացնել թե ինչ են կարել այս 5 տարիների ընթացքում եւ մի փոքր էլ խոսեմ խնդիրների մասին, հետո պատասխանեմ ձեր հարցերին։ Եվ այսպես 2019 թվականի դեկտեմբերին եմ ընտրվել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, ընտրվելուց անմիջապես հետո առաջին 2 ամսվա ընթացքում մենք ձեռնամուխ ենք եղել ֆուտբոլի ֆեդերացիայի ռազմավարության կատարմանը, մասնավորապես նախանշել ենք ենթակառուցվածքների զարգացման ծրագիրը, առաջին անգամ հայկական ֆուտբոլի պատմության ընթացքում հունվարին 20 թվականի Հայաստանում անցկացվել է ֆուտզալի ազգային հավաքականի հանդիպում, մինչ այդ ֆուտզալի ազգային հավաքականը խաղացել էր բացառապես այլ երկրներում եւ նաեւ երկրորդ ամսին սկսել ենք Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մանկապատանեկան առաջնությունների մոդելի բարեփոխումները։ Ընտրվելուց ընդամենը 2 ամիս անց ամբողջ աշխարհը գիտեք երկար ժամանակ պարալիզացվել էր կոവിഡ്ի պատճառով 20 թվականի 44-օրյա պատերազմի ծանրագույն հետևանքները բնականաբար ուղղակիորեն անցնել են բոլոր ոլորտների վրա, այդ թվում նաեւ ֆուտբոլի։ Կոവിഡ്ը եւ պատերազմը իրենց հետ բերել են ահռելի կորուստներ, թե մարդկային, թե ֆինանսական, թե բարեհոգեբանական, որոնք իհարկե խանգարել են հեռանկարային ծրագրերի կատարմանը, չնայած այդ ընթացքում էլ մենք առաջիններից ենք եղել, ով վերականգնել է առաջնությունը կոവിഡ്ի ժամանակ Եվրոպայում, եթե չեմ սխալվում երկրորդը կամ երրորդը, բացի դա մենք կարողացել ենք կազմակերպել Հայաստանի հավաքականի հանդիպումները բավական բարդ պայմաններում, եթե հիշում եք, մենք այն ժամանակ արտերկրում ենք խաղում։ Մեզ հետագայում նաև 1 տարի բավական արդյունավետ գործունեությունից հետո տնտեսական մեծ հարված է հասցրել 2022-ին սկսած Ուկրաինայի պատերազմը, ինչու եմ ես ուզում այս թեմային անդրադառնալ, որտեղ սա ես խոսել եմ տարեվերջին, եւ սա շարժումների առարկա է դարձել, շատ կոնկրետ ասեմ, որ դրանից հետո մենք էականորեն տուժել ենք եւ շարունակում ենք տուժել փոխարժեքի տատանումից, բացի դա կտրուկ բարձրացրել են ավիատոմսերի գները, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կորցրել է խոշոր հավեր, որոնցով կարող էր թիմերին ուղարկել Եվրոպա եւ մենք զգալիորեն ավելացել ենք հավաքականների ճամփորդության ծախսերը, իսկ մինչդեռ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի բյուջեն մնացել է նույնը։
Չնայած այդ կորուստներին ֆեդերացիան ենթակառուցվածքային ծրագրերը շարունակել է։ Մենք 130 փոքր դաշտեր ենք կառուցել, ինչը մի քանի անգամ ավելի երեխաներ է մարզային ֆուտբոլ բերել, քան մինչև 2019 թվականներ։ Այս ընթացքում կրկնապատկվել է բնակավայրերի թիվը Հայաստանում, որտեղ անցկացվում են Հայաստանի տարբեր տարիքային առաջնություններ։ Մեզ հաջողվել է ավարտել ու շահագործման անցնել նախորդ ղեկավարության կողմից սկսված Սևանի եւ Էջմիածնի ֆուտբոլի դպրոցները։ Վերակառուցել ենք եւ կառուցել ենք Աբովյանի, Արմավերի, Վանաձորի, Խորեն Հովհաննիսյանի անվան մարզադաշտերը, որոնք շատ մեծ խթան են հանդիսացել ակումբային ֆուտբոլի համար։ Ընդ որում Արմավերի եւ Վանաձորի մարզադաշտերի շինարարությունը սկսվել էր ավելի վաղ նախորդ ղեկավարության կողմից, սակայն կային լրջագույն բացթողումներ եւ օրինակ մարզադաշտերից մեկում տանիքը ամբողջապես ծռվել էր, մյուսում հանդերձանային հատվածն էր շրջագծից հիմնական շրջագծից մոտ 80 սանտիմետր շեղվել եւ մենք ստիպված ենք եղել նոր նախագծանախաշվային փաստաթղթեր պատվիրել եւ կարելի է ասել, որ այս մարզադաշտերի ամբողջապես կառուցվել են իմ նախագահության ժամանակահատվածը։ Ենթակառուցվածքների շինարարությունը մենք անընդհատ շարունակում ենք, որովհետև դա սկիզբն է, չունենալով խաղադաշտեր մենք չենք կարող նոր երեխաներ ներգրավել ֆուտբոլ, չենք կարող ապահովել զարգացումը եւ այս տարի էլ մենք բավական լուրջ ծրագրեր ունենք, նոր դաշտեր ենք բացելու, եթե երկար տարիներ ակումբները չէին անում ներդրումներ ենթակառուցվածքների մեջ, ապա հիմա սա այլ տեղից շարժվել է եւ սա շատ մեծ օգնություն է լինելու։ Զուգահեռ հիմա մեծ ներդրումներ են սկսել մասնավոր սեկտորում։ Գիտեք, որ Նոա ֆուտբոլային ակումբն է սեփական դիտիրոջ միջոցներով ամբողջապես վերակառուցում Էջմիածնի դպրոցը, նաեւ ստադիոն է պատրաստվում կառուցել այնտեղ։ Մի քանի մարզային ակումբներ, օրինակ Անդրանիկը եւ Աղբյուրակը սկսել են վերակառուցել իրենց քաղաքային մարզադաշտերը, մենք այդ հարցում իրենց աջակցում ենք եւ եթե գիտեք ավելի վաղ մասնավոր ներդրողի միջոցներով հիանալի փոքր, բայց շատ կարևոր մարզադաշտ Շենգավիթում գտնվող մարզադպրոցն է վերակառուցվել։ Բացի դա այս ընթացքում Գյումրի, Աբովյանի եւ Ջունիոր մարզադաշտերում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան տեղադրել լուսավորություն, ինչը հնարավորություն է տալիս գրեթե բոլոր Հայաստանի առաջին գրեթե բոլոր հանդիպումները անցկացրել լուսավորությամբ եւ անդրադառնալով արդեն ակումբներին եւ ակումբային ֆուտբոլին, վերջին տարիներին հայկական ակումբների ելույթները կարծում եմ շատ լավ գիտեք, նրանք առաջընթաց են ապրում, նվաճել են եվրոպական գավաթների խմբային փուլի ուղեգրեր, Ալաշկերտը, Փյունիկը, Նոան, դրանք աննախադեպ են հայաստանյան ակումբային ֆուտբոլի համար, սկսել են ակումբների սեփականատերերը ել ավելի մեծ միջոցներ ներդնել։ Ես կարծում եմ դա այն պատճառով է, որ մեզ հաջողվել է մաքուր եւ մրցակցային դաշտ ստեղծել եւ սա եւ ակումբների եւ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նվաճումն է։ Բոլոր առումներով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան աջակցում է փոքր ակումբներին, պատահական չէ, որ յուրաքանչյուր տարի առաջին խմբում նոր թիմեր են հայտնվում եւ այդ միտումը շարունակվելու է նաեւ այս տարի։ Մենք արդեն ունենք 4 աստիճան համակարգ, քանի որ Պրեմիեր լիգա եւ առաջին խմբի հետ մեկտեղ ունենք 2 սիրողական լիգա, ինչը նույնպես հայկական ֆուտբոլում երբևէ չի եղել։ Մեզ համար մեծ նվաճում է նաեւ այն, որ սիրողական լիգայի լավագույն թիմերը հանդես են գալիս գավաթի խաղարկությունում եւ երբեմն նաեւ հաջողություններ են ունենում եւ այս առումով նույնպես գոհացուցիչ է, մենք արդեն պետք է գնանք ինչ-որ մի բայ հնգաստիճան համակարգի, որը մեր նախանշված քայլերից է եւ տեսնենք երբ կարող ենք արդեն դա անել։ Նաեւ այս տարիների ընթացքում մենք վերստեղծել ենք կանանց ազգային հավաքականը 20 թվականին եւ անցկացնում ենք Հայաստանի կանանց առաջնություն 2 լիգայով։ Մանկապատանեկան մրցաշարերում վերջին տարիներին այստեղ աճը, քանակական աճը շատ կտրուկ է, մասնակից թիմերի աճը եւ ամենակարևորը, որ մեծամասամբ աճում են մարզային թիմերի քանակը։ 5 տարիների ընթացքում նաեւ հայաստանցի ֆուտբոլիստների քանակը Հայաստանի առաջնությունում կտրուկ աճ է գրանցել։ Այժմ պետք է անդրադառնամ հավաքականին, որովհետեւ բոլորը բնականաբար սպասում են գնահատականների եւ ասեմ, որ հերվից եթե գան գիտեք, որ 20 թվականին Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը իր պատմության մեջ առաջին անգամ որևէ մրցաշարում հաղթեց, դա ազգերի լիգայի C դիվիզիոնի իր խումբն էր։ Ես այն ժամանակ արժանիորեն մեծարվեց հավաքականի մարզիչ Խոակին Կապարոսը, ովքեր հետևում են, հիշում են ինչ էր կատարվում այն ժամանակ նաև անտեսվեց ֆեդերացիան, մեր համար դա խնդիր չէր, բայց սովորաբար երբ հակառակն է լինում եւ հավաքականը
հանրահաջողություններ է ունենում, ֆեդերացիան միշտ մեղավոր է։ Ֆուտզալի ազգային հավաքականին անդրադառնալով ասեմ, որ 2 շաբաթ առաջ մենք բացառիկ հաջողության հասանք, նվաճեցինք Եվրոպայի առաջին եզրափակիչ մրցաշարի ուղեգիր։ Հայաստանի պատմության մեջ, սպորտի պատմության մեջ դեռ չի եղել մի դեպք, երբ խաղային մարզաձևից որևէ մեկում Հայաստանը իրեն ներկայացված Եվրոպայի առաջին եզրափակիչ փուլում։ Մենք արդեն ունենք այդ նվաճումը 26 թվականի հունվարին Հայաստանը մասնակցել է Եվրոպայի ֆուտզալի առաջին եզրափակիչ մրցաշարին։ Ընդ որում մեր հավաքականը դասակարգման աղյուսակում եվրոպական 13-րդն է, իսկ աշխարհում 20-րդը, ինչը նույնպես բոլոր առումներով բացառիկ նվաճում է։ Հայաստանի կանանց հավաքականը, ազգային հավաքականը երկրորդ տարին անընդմեջ արդեն 2 հաղթանակ է տոնում, երկար անհաջողություններից հետո մենք կամաց գալիս ենք առաջ եւ չնայած երեկվա անհաջողությանը մենք տեսնում ենք, որ մեր թիմը տարեստարի աճում է։ Հիմա ազգային հավաքականի վերջին արդյունքների մասին եւ հատկապես Վրաստանից գրած պարտությունների մասին, այո, մենք հասկանում ենք, որ դրանք շատ ծանր պարտություններ են, խոշոր հաշվով, 2 պարտություն, հատկապես հաշվի առնելով այն փաստը, որ մինչ այդ 2 տարի մենք ոչ մի խոշոր հաշվով պարտություն չենք ունեցել եւ բոլորը ֆեդերացիայի ամբողջ անձնակազմը, ֆուտբոլիստները, մարզչական անձնակազմը շատ ծանր են տանում այս պարտությունները, շատ ավելի ծանր, քան շատերը, ովքեր դրանց մասին անընդհատ գրում են, իսկ իրականում կա մի զանգված, որոնք շատ ուզում են այդ պարտությունները տեսնել, որպեսզի հերթական առիթ հանդիսանա քննադատության։ Մեր հերթին մենք փորձում ենք դրանից հետևություններ անել, հասկանալ, ինչը որպես ֆեդերացիա կարող ենք ավելի լավ անել, որպեսզի խուսափել դրանից, իսկ իրականում նաև հասկանալ, որոնք են օպտիմալ պատճառները։ Մենք գիտակցում ենք, որ բոլորը պատասխանատու են այս արդյունքների համար, ամբողջ թիմը, ֆուտբոլիստները, մարզիչները մեզ հետ միասին, եւ տվյալ պարագայում կան օբյեկտիվ պատճառներ, կան պատճառներ, որոնք այժմ վերլուծում ենք, մենք երկար զրույց ենք ունեցել հանդերձարանում, հաջորդ օրերին ֆուտբոլիստների եւ մարզչական շտաբի հետ, հաջորդ օրերին մարզչական շտաբի հետ հանդիպել եւ քննարկել ենք խնդիրները, եւ նորանշանակ մարզչին իհարկե ժամանակ է պետք, բայց դրա հետ մեկտեղ արդեն նա որոշ լուծումներ է առաջարկել եւ մեզ տվել գալիք անելիքների ծրագիրը։ Ես իմ տարեվերջյան խոսքում, եթե խոսենք ազգային հավաքականից, նշել եմ, բայց եւս մեկ անգամ կրկնեմ ու կրկին ներողություն եմ խնդրում նրանցից, ովքեր երկրորդ անգամ սա պետք է լսեն եւ ուշադիր են եղել, ինչ խնդիրներ են ծառանում ազգային եւ երիտասարդական հավաքականների առջեւ։ Սրանք այս խնդիրները նախանշվում են դեռևս մի քանի տարի առաջ եւ իրենք վերլուծված են ոչ միայն մեր, այլ տարբեր մասնագետների կողմից։ Եվս մեկ անգամ հիշեցնեմ, որ անցյալ տարի, երբ պարզագույն աղյուսակ հրապարակեց շվեյցարական CIES վերլուծական կազմակերպությունը, համաձայն դրա Հայաստանի հավաքականում մինչև 21 տարեկան ֆուտբոլիստների քանակը կազմում էր 19.1%, 22-ից 25 տարեկան ֆուտբոլիստների քանակը 35.9%, իսկ 26-ից 29 տարեկան ֆուտբոլիստների քանակը 6.8%։ 30 անց ֆուտբոլիստների քանակը 38% է Հայաստանի հավաքականում։ Այս վերջին ցուցանիշով մենք Եվրոպայում առաջատարներից ենք, մինչև 21 տարեկանների ֆուտբոլիստների ներգրավման քանակով առաջատարներից ենք եւ ըստ մասնագետների դրանք դրական միտումներ չեն։ Մինչդեռ 26-ից 29 տարեկան ֆուտբոլիստների քանակով մեր ցուցանիշը վատագույնների եռակում է աշխարհում, մենք միայն Սամոային ենք զիջում եւ դա 6.9% է։ Այսինքն այն հիմնական տարիքը, որ պետք է կազմի յուրաքանչյուր հավաքականի կորիզը, բացակայում է մեզ մոտ, բայց ոչ թե բացակայում է, որովհետեւ մարզիչները չեն ցանկանում այդ տարիքի ֆուտբոլիստներ ընդգրկել, այլ ուղղակի այդ տարիքի ֆուտբոլիստները շատ փոքր քանակ են կազմում հայաստանցի ֆուտբոլիստների մասին է խոսքը։ Եվ համեմատության համար միշտ սիրում ենք համեմատել Վրաստանի հավաքականի հետ, ասեմ, որ այդ տարիքի ֆուտբոլիստները կորիզն են կազմում 35% մոտ Վրաստանի հավաքականը։ Արդյոք Հայաստանի հավաքականի տարբեր մարզիչներ ունեցել են այդ ֆուտբոլիստներին եւ չեն ընդգրկել հավաքականում։ Եվս մեկ անգամ ասեմ, որ ոչ, նրանք ստիպված են եղել այդ շակերտավոր, ասենք, կորուսյալ սերնդի պակասը լրացնել շատ ավելի երիտասարդ ֆուտբոլիստներով, եւ այս process-ը անընդհատ շարունակվում է վերջին 2-3 տարում։ Պետրակովը սկսել է այդ process-ը 6-7 ֆուտբոլիստ երիտասարդականից վերելով ազգային, հիմա արդեն Ջոն Վանցխիպ առաջին իսկ հավաքի 2 ֆուտբոլիստ հրավիրել է երիտասարդական հավաքականից, որոնք միացել էին ազգային թիմին, չգիտեմ հետագայում կհրավիրի թե ոչ, բայց դեռևս այդ խորությունը ապահովելու համար իսկ Հայաստանի հավաքականի հիմնական խնդիրը
խորության պակասն է, որովհետև գիտենք, երբ որ մեր 2-3-4 ֆուտբոլիստ վնասվածք ունեն կամ ինչ-ինչ պատճառներով չեն մասնակցում խաղերին, մենք լուրջ խնդիրներ ենք ունենում, հատկապես եթե խոսքը վերաբերում է առաջատար ֆուտբոլիստներին։ Եվ երբ մենք խոսում ենք երիտասարդական հավաքականի նախորդ ընտրական փուլի մասին, որը մենք ձախողել ենք գնահատականներով բոլորի եւ ընդունում ենք դա, մենք պետք է ընդգծենք, որ այո, երիտասարդական հավաքականը խաղում էր իր տարիքի առանց 7 ֆուտբոլիստների եւ ստիպված էր ներքևից ներգրավել նաեւ ֆուտբոլիստներ։ Ակնհայտ է, որ եթե այդ ֆուտբոլիստները երիտասարդական լինեին, գոնե արդյունքները մի փոքր կտարբերվեին։ Նրանք տեղափոխվել են ազգային, որպեսզի այդ տարիքային բացը լրացնել, եւ մեզ դեռևս 2-3 տարի հարկավոր է, որպեսզի այսօր 18-ից 23 տարեկան ֆուտբոլիստներ լրացնեն այդ բացը եւ կազմեն հավաքականի կորիզը։ Մենք շատ երկար քննարկել ենք եւ երիտասարդական հավաքականի մարզիչ Արմեն Գյուլդաղանցը մեզ ծրագիրը ներկայացրել, նախանշել է գալիք փուլի անելիքները, ըստ ծրագրվածի նաեւ կլինեն եւս մի քանի մինչեւ 21 տարեկանների հավաքականի ֆուտբոլիստ, որոնք կարող են ազգային հավաքականը համալրել։ Մենք հիմա գտնվում ենք այո բարդ եւ անցումային փուլում, սակայն բավական կանխատեսելի է մոտավորապես իհարկե, որովհետեւ ֆուտբոլում շատ դժվար է հստակ կանխատեսում անել, բայց մենք պատկերացնում ենք ինչ կլինի 2-3 տարվա ընթացքում։ Ընդհանուր առմամբ մի փոքր խոսենք, որովհետեւ չափից դուրս շատ են, երբեք չենք անդրադառնում, երբեմն աբսուրդայնության տեսանկյունից չենք ուզում անդրադառնանք, բայց այսօր խոսենք այն մեղադրանքների մասին, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիոն կոռուպցիա է եւ այլն եւ այլն։ Իդեպ այդ գրողները շատ լավ գիտեն, որ ոչ մի կոռուպցիայի մասին խոսքնել չի կարող, դա շատ մանիպուլատիվ հայտարարություններ, որտեղ երբեք ոչ փաստարկված, բայց ասեմ, որ օրինակ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան նախորդ տարի իր ենթակա կազմակերպությունների հետ միասին 1 միլիարդ դրամից ավել հարկ է վճարել պետբյուջե, եւ այս թիվը մի քանի անգամ մեծ է նախորդ տասնամյակի ցուցանիշներից, ընդ որում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի բյուջեն չի փոխվում։ Ավելանում է հավաքականների քանակը, պրոֆեսիոնալ եւ մանկապատանեկան առաջնություն թիմերի քանակը, ինչը լրացուցիչ ծախսեր է առաջացնում, բայց մենք ստաբիլ կարողանում ենք նաեւ բոլոր տեսակի հարկային բեռը վերցնել մեզ վրա կատարել եւ բացի դա նաեւ փորձել ինչ որ զարգացման հիմնակարեր դնել։ Վերջերս UEFA-ի Grow ծրագրի վերլուծաբանները ներկայացրել էին նաև վերլուծություն Հայաստանի էլիտ ֆուտբոլի զարգացման վերաբերյալ, համեմատելով մեզ մեր նման հնա ունեցող, բնակչություն ունեցող եւ տարածք ունեցող երկրների հետ, եւ այդ վերլուծությունը նույնպես շատ փոքր, բայց որոշակի արդյունքների աճ է կանխատեսում գալիք տարիներին եւ այս պահին էլ մենք նմանատիպ այլ ֆեդերացիաների համեմատ մի փոքր ավելի շահեկան դիրքում ենք գտնվում։